Կարող ենք դիտարկել, որ դուք հենց իշխանության հետ համագործակցության արդյունքում եք հասել այդ հաջողությանը։ Արցախի հարցը չեն լուծում ուղղակի ազգային ժողովում բերելով Արցախի դրոշը տեղադրելով։ Ինչ պահանջ ունեք առհասարակ կամ կենտրոնական բանկից ինչ պահանջ ունեք։ Տեսակ, հա, Քոչարյանը իրեն առավ։ Թե կենտրոնական բանկը չի վստահում երկրին ղեկավարին դրա համար չի կատարում։ Նեղություն։ Կամ չի Եթե ես քաղաքացիներին տրամադրենք օրինակի համար 5%-ով, 7%-ով, վարկ, բայց ո՞նց։ Նեղություն։ Դե երկրի ղեկավարը շատ անգամներ է եղել, որ մի բան է հայտարարել, հետո լրիվ ուրիշ բան է պարզվել։ Վերջի վերջո մենք հասկանանք, որ մեր թշնամին մեր երկրի ներսում չէ, մեր թշնամին սահմանից ենկում է։ Ողջույն։ Որոշ ժամանակ դադարից հետո ես վերադարձա Analytic Talk ձևաչափով հարցազրույցների շարքին։ Իհարկե, ամեն շաբաթվա կտրվածքով չեն հեռարձակվի հարցազրույցները, կլինեն այն ժամանակ, երբ կլինի կարևոր եւ հետաքրքիր թեմա։ Այսօր այդպիսի թեմա կա։ Իմ հյուրն է հանուն ժողովրդավար պետականության կուսակցության հիմնադիր նախագահ Արսեն Սարգսյանը։ Ողջույն, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հյուր եկաք։ Մինչ անցնել են ձեր մնացած գործունեություններին, նախ սկսենք քննարկել վարկային համաներման թեման։ Այսօրվա մեր խոսակցության թեման հենց դա է լինելու։ Կխնդրեմ մի փոքր ներկայացնեք ինչի մասին է այդքան աղմուկ հանած հարցը։ Ես տեսնում եմ սոցցանցերում ինչ ակտիվ եք այդ մասով, այնուհետև կանցնենք նաև մնացած հարցերի քննարկմանը։ Նախ շնորհակալությունս ձեզ, Տիկին Հովհաննիսյան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Գանք ամենակարևորին, ուրեմն քանի որ 2019 թվականին փետրվարի 15-ին, ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետը Փաշինյանը հրավիրել էր կառավարություն, բանկիրներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցչին 300 միլիարդ դրամ շուկայում հայտնվելը տալիս է հնարավորություն այնպես բանկերի եւ վարկային կազմակերպությունների տոկոսների նվազեցմանը, բայց մենք 2019 թվականից մինչ առ այսօր չենք նկատել բանկային համակարգի եւ վարկային կազմակերպությունների հետ կապված տոկոսների նվազեցում կամ որևիցե բարեփոխում։ Այդ իսկ պատճառով ուսումնասիրելով նախ գամ ամենակարևոր թեմային, մինչ այդ երբ փետրվար ամսին ինձ դիմելով բազմաթիվ վարորդներ, վարորդական իրավունքից զրկված, խնդրեցի մեր վարորդներին, մեր հայրենակիցներին սկսել ակցիաներ, փոքրիկ պիկետներ, իրականացնել ակցիաներ եւ որից հետո կդիմեք միանամ ձեզ, ինչպես նաև օրենսդրական նախագիծ կմշակեմ, ուսումնասիրելով եվրոպական փորձը եւ այդպես էլ վարորդներից մի քանիսը, ովքեր որ նախաձեռնեցին ապրիլի 15-25 ընկած ժամանակահատվածում եկան հանդիպեցին ինձ իրենց խնդրանքով, մայիսի 16-ին հանդիպեցինք Հանրապետության հրապարակում, ինչպես սոցիալական հարթակներում է ողողված իմ եւ Փաշինյանի հանդիպան ժամանակ ներկայացրեցի իմ կողմից մշակված եվրոպական չափորոշիչներով վարորդական իրավունքից զրկված մեր հայրենակիցների հետ կապված համաներման նախագիծը, որին որ Փաշինյանը ասես կարող եք օրենսդրական նախագիծը ներկայացնել ՆԳՆ նախարար Մենք կարող ենք եզրակացնել ձեր այս ասացից, կներեք, որ դուք համագործակցում եք իշխանության հետ, որովհետև կա նման մոտեցում, փաստացի ստացվում է, որ դուք նախաձեռնություն եք առաջ բերել, որը բնականաբար ընդունվել է հենց իշխանության կողմից եւ հավանության է արժանացել։ Կարող ենք դիտարկել, որ դուք հենց իշխանության հետ համագործակցության արդյունքում եք հասել այդ հաջողությանը։ Ներողություն, Տիկին Հովհաննիսյան, գամ ամենակարևորին։ Քանի որ բազմիցս ինձ 2018 թվականի հեղափոխության օրերից ի վեր, այո, չեմ ժխտի։ 18 թվականին ինքս մասնակցել եմ հեղափոխությանը, բայց այնպես է 19 թվականի վերջից շատ կոշտ քննադատել եմ ներկայիս իշխանությանը, ներկայիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին,
այո, որին որ չեմ ժխտի, ճանաչում եմ 2000-ական թվականներից, բայց մինչ առ այսօր քաղաքական ուժի հիմնադիր եւ նախագահ դառնալը երբևիցե պաշտոնական պրոտոկոլ, այսպես ասած, ընթացակարգով երբևիցե հանդիպում չեմ ունեցել, ոչ կառավարությունում, ոչ էլ ազգային ժողովում։ Միայն վարորդների խնդրանքով, հա, եթե իմ ժողովուրդը ազգը խնդրի, քաղաքական այնպեսա վեճերը, քաղաքական կոնֆլիկտները թողնելով մի կողմ, ժողովրդի խնդիրները լուծելու, ժողովրդի առաջացած այն խոչընդոտների, ժողովրդի ցավը լուծելու համար, քանի որ մենք ինքներս տեսնում ենք ազգային ժողովում 2018 թվականից հետո ես չեմ տեսել, որ լինեն առողջ ընդդիմություն, քանի որ առողջ ընդդիմություն ես չեմ տեսնում, որ բերի այնպիսի օրենսդրական առողջ նախագծեր, որը ի բարօրություն հայ ազգի, հայ ժողովրդի է, միայն կենցաղային հարցեր եւ չգիտեմ բանավեճեր, հայոյախառն քաշքշուկներ, ինչպես նաեւ շիշ շպրտել իրար վրա, բանավիճել, չգիտեմ Արցախի հարցը չեն լուծում, ուղղակի ազգային ժողովում բերելով Արցախի դրոշը տեղադրելով։ Մենք տեսանք, որ այս առաջին նստաշրջանից սկսած ի վեր Արցախի դրոշ չկար այլևս ազգային ժողովում, բայց ազգային ժողովում գտնվող ընդդիմադիրները արդեն սկսել են իրենց, այսպես ասած, այն վեճերը, ինչպես որ այսօր ականատես եղա ազգային ժողովի նստաշրջանը ուսումնասիրելով, հա, այսօրվա ազգային ժողովի իրենց ելույթներից հետո նկարներ ցույց տալով, բանավեճեր ընդմիջմանը ներողություն։ Ազգային ժողովը դա այն մարմինն է, որտեղ որ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, բազմաթիվ մեր մեծն ազգային ժողովի ներկայացուցիչները այնտեղ լուծել են ժողովրդի հարցը, այլ ոչ թե այնտեղ վերածել կենցաղային եւ անձնական բանավեճերի։ Այդ իսկ պատճառով ինքս գտնում եմ, որ եթե ազգային ժողովում չկան առողջ այն ընդդիմությունը, որոնք որ կլուծեն սոցիալական եւ իրավական այն ցավը, ինչպես որ 2023-24 թվականին, հա, դուրս էին եկել ցույց էին անում, բայց Արցախից բռնի տեղահանված, Արցախը հայաթափված մեր հայրենակիցների հետ փողոցում այգում սրճարանում կարող եք գտնել իմ պաշտոնական էջում եւ կուսակցության էջում բազմաթիվ տեսանյութեր ընդհուպ մինչև անգամ պատերազմից հետո Արցախից տեղահանված 35,000-ից ավելի քաղաքացիների խնդիրները իրավական սոցիալական դիմումներ ընդունելով լուծել եմ համագործակցելով այո այս իշխանության հետ չէի գնալու Էրդողանի կամ չգիտեմ Թրամփի կամ Մակրոնի հետ համագործակցելու այսինքն գնայի Մակրոնի հետ համագործակցեի ներողություն Տեսեք, շատ հասկանալի է ձեր մոտեցումը, ես հասկանում եմ, ես ողջունում եմ ձեր այն տեսակետը, որ ժողովրդի հարցերը պետք է լուծեն, ես ինքս այս պահին ունեմ նախաձեռնություն վարկային արձակուրդի հետ կապված եւ կարծում եմ, որ այո, սոցիալ-տնտեսական այն խնդիրները, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում, պետք է դրանց լուծումներ տրվեն առաջին հերթին, այլ ոչ թե միայն վիրավորանքներ, մեղադրանքներ հնչեցվեն, այո։ Եվ նաեւ մենք չենք կարող չանդրադառնալ այն հարցին, որ բազմաթիվ խնդիրներ լուծելու համար պետք է ամեն դեպքում առնչվել եւ հարաբերվել իշխանության հետ, որովհետեւ դա է մեր ունեցած իշխանությունը այս պահին չունենք։ Ունենք այն, ինչ ունենք այս պահին, եւ այլ ձևաչափ, այլ որևիցե ընթացակարգ, այլ ընտրություն չունենալով դրա փոխարեն մենք ուզենք պետք է ընթարվենք մեր իրականության հետ։ Եվ այստեղ կուզեմ նաև այս հարցը մի փոքր քննարկենք, որովհետև շատ անգամ մեղադրանքներ են հնչեցվում, երբ իրական ընդդիմադիր ուժերը, ոչ այն ուժերը, որոնք այսօր գտնվում են խորհրդարանում, որտեղ ես ինքս այդ ուժերին չեմ համարում ընդդիմություն, որևէ գործունեություն են ծավալում եւ ինչ որ ձևով տեսեք նույն դուք հանդիպել եք մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին եւ ես տեսել եմ, որ բազմաթիվ որակումներ կան ձեր մասով, հա, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք աշխատում եւ այլն, այնինչ
Ներողություն մեկ բան կասեմ, կներեք իհարկե ընդհատման համար, երբ որ քննադատում եմ Նիկոլ Փաշինյանին, ասում են, այ տեսակ, հա Քոչարյանը իրեն առավ, այ տեսակ, որ Քոչարյանը քննադատում, ուրեմն Նիկոլական է։ Ներողություն, ես կարող եմ լինել իմ ազգի մարդը, կարող եմ լինել իմ պետության, պետականության մարդը, կամ իմ սիրած կնոջ մարդը, բայց ոչ որևիցե ինչ-որ մեկի։ Ես եթե լինեի ինչ-որ մեկի մարդը, տվյալ պարագայում 44 օրյա պատերազմից հետո ոտքով ման չէի գա եւ կունենայի որևիցե կուսակցության գրասենյակ, թեկուզ համեստ գրասենյակ։ Դա այնպես է բացա թափանցիկա հակակոռուպցիոն կոմիտեում ներկայացնում ենք տարեկան հաշվետվություն եւ այդ ամեն ինչից ելնելով որևիցե մեկը երբ որևիցե զրպարտություն, բարի համբավ նարատավորող հայտարարություն է անում, պետքա մտածել նաեւ իրավական, այսպես ասած, ընթացակարգ կարող են տրվել մեր կողմից, ինքս լինելով նաև որպես իրավագետ եւ նախկինում պետական տարբեր կառույցներում աշխատած անձ միանշանակ տալու եմ իրավական գնահատական այդ ամենին։ Իդեպ, քանի որ երբ հասունանում է այդ պահը, ասում են, հա, տեսակ, մեր վրա բողոք գրեց։ Տեսակ, ես ինչ բան ասենց ու իշխանության հետ հաստատ համագործակցում են, ներողություն։ Եթե որևիցե մեկի պատվի արժանապատվությանը բարի համբավին դիպչում են կամ քրեորեն պատժելի արարք են կատարում, եթե քաղաքական ուժի նախագահան դիմում է որևիցե պետական իրավական գնահատական տալու, դա չի նշանակում, որ համագործակցում է որևիցե իշխանական թևի հետ։ Հիմա կուզեմ մի փոքր նորից վերադառնանք մեր բուն թեմային, վարկային համաներմանը։ Այո։ Տեսեք, դուք պահանջում եք բանկերից մի բան, ինչը փաստացի բանկերի տիրույթում չէ։ Այսինքն, երբ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բանկային համաներման մասին, այստեղ պահանջը պետք է հղել, ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե բանկերին։ Այ կուզենայի այս մասով լսել ձեր կարծիքը, բանկերից ինչ պահանջ ունեք, առհասարակ կամ կենտրոնական բանկից ինչ պահանջ ունեք, որովհետև հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հրամանը, եթե չգիտեմ, տվել է, չի տվել, չգիտեմ, դա դուք ավելի լավ կիմանաք։ Ուրեմն ես տեսանյութ եմ տեղադրել մեր ակցիաներին այնպես հաջորդող 2019 թվականի կառավարության նիստի ժամանակ եւ նստած են բանկի եւ այնպես այլ ենթակա մարմիններ, հա, որոնց որ հանձնարարել է գնացեք մշակեք օրենսդրական նախագիծ 300 միլիարդ շուկայում հայտնվելը տալիս է հնարավորություն բանկային եւ վարկային կազմակերպությունների տոկոսների նվազեցումը։ Այսինքն դա վերաբերվում է կենտրոնական բանկին, այլ ոչ թե որևիցե այլ բանկերին։ Եվ մեր պահանջը եղել է հենց անմիջապես կենտրոնական բանկից։ Եւ մեր վերջի ակցիան հասկանամ ինչի համար կենտրոնական բանկից, այլ ոչ թե նույն կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Մենք մեր ամենաառաջի ակցիան եղել է կառավարության դիմաց, երբ առաջի անգամ մեր ակցիաները սկսել ենք, դա եղել է հունիսի 30-ի, եթե չեմ սխալվում, հենց անմիջապես կառավարության առջև պահանջել ենք կառավարությունից եւ ներկայիս իշխանությունից բանկային համակարգի բարեփոխում, ինչպես նաև ԴԱԿ-ի տուժտուգանքների համաներման մեկանգամյա նախագիծ։ Իշխանությունից է, ոչ թե բանկերից։ Այո, բայց քանի որ եղել է 2019 թվականին հանձնարարական եւ այդ հանձնարարականը չի կատարվել թիվ 1-ի կողմից տրված կենտրոնական բանկին, միանշանակ մենք ունենք պահանջելու նաև նրանցից։ Նաև ունենք պահանջելու արդարադատության նախարար Սրփուհի Գալյանից, որպեսզի հարկադիր կատարման ծառայությունում գտնվող ներկայացուցիչները, որոնք որ համագործակցում են բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ կապված 2025 թվականին ընդունվեց կառավարության որոշում N1907, եթե չեմ սխալվում, որոշման համարը, որով միակ կացան ունեցող քաղաքացու միակ գույքի նկատմամբ որևիցե բանկ կամ որևիցե վարկային կազմակերպություն իրավունք չունի այդ գույքը ԴԱԿ-ի հետ համագործակցության գալով հանել վաճառքի։
Այդ իսկ պատճառով մեր պահանջները առողջ են եւ պահանջատերը ժողովուրդն է եւ որպես ժողովրդի մասնիկ ինքս չունենալով որևիցե ԴԱՀԿ-ի, բանկային եւ վարկային կազմակերպությունների հետ կապված խնդիր, ես պահանջատեր եմ իմ ժողովրդի հետ միասնական ժողովրդի հետ այդ նախաձեռնությունը ուսումնասիրելով եվրոպական ընտանիքի երկրների փորձը դրա հետ կապված նաև մշակել եմ 50 էջանոց օրենսդրական նախագիծ, ինչպես որ վարորդականների հետ կապված, որի հետ կապված վերջերս Այ մի փոքր եկեք բացենք այդ նախագիծը, որովհետև ես ուզում եմ նաև այս զրույցի ժամանակ մենք ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում բանկային համալներում նախագիծը, որը դուք եք առաջարկում եւ ինչ է իրենից ներկայացնում վարկային արձակուրդը, որ դրանք տարբեր բաներ են, մեկը մյուսին չեն խանգարում, եւ բացատրենք մարդկանց, թե ինչ են այս առաջարկները եւ ումից է պահանջը իրականում, որովհետև գուցե լինի տպավորություն, որ ձեր պահանջը բանկերից է, այնինչ ձեր պահանջի մեր պահանջը ոչ թե բանկերից է, այլ թիվ 1 պատասխանատուից, ինչպես նաև կենտրոնական բանկից, որին որ արդեն իսկ ներողություն 7 տարի առաջ 2019 թվականին է տրվել հանձնարարական եւ մենք հիմա 2026 թվականի օգոստոսի 12-ն ենք եւ այնպես է անցել է 7 տարի եւ եթե կենտրոնական բանկը չի կատարել երկրի ղեկավարի հանձնարարականը, ուրեմն այստեղ կա անվստահություն հայտնելու թե կենտրոնական բանկի նախագահի։ Իսկ գուցե կենտրոնական բանկը չի վստահում երկրին ղեկավարի դրա համար չի կատարել։ Ներողություն։ Եթե ես լինեմ երկրի ղեկավարը եւ եթե ես տամ հանձնարարական ժողովրդի տված քվեով, ես գամ իշխանության եւ իմ ժողովրդի տված քվեով ժողովուրդը պահանջի, որպեսզի բանկային բարեփոխում իրականացվի, նախքան ամենակարևորին ուսումնասիրելով այն, որ Եվրոպական կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությանը 2%-ով, 3%-ով, 5%-ով վարկ է տրամադրում եւ այդ գումարը ներողություն որևիցե բանկ տրամադրում է 18%-ով, 24%-ով, ներողություն, սա ինչ է, եթե ոչ խայտառակություն։ Այս թվերը, որ դուք ասում եք, կան փաստեր, որ տրամադրվում են։ Հարգելի Տիկին Հովհաննիսյան, գամ ամենակարևորին, հարցում իրականացնելով եւ ուսումնասիրելով եվրոպական, կենտրոնական բանկի հղումները, լինքերը, ես հղում եմ անում այն Եվրոպական կենտրոնական բանկի հղման, լրատվության, միջազգային լրատվության այն հղմանը, որտեղ որ տեղադրված է, որ գամյուսին Ֆրանսիայում որևիցե վարկ տրամադրելու դեպքում, հիպոթեք կամ վարկեր տրամադրելու դեպքում գործում է 3-ից 4%։ Հիմա մի հարց, դուք բանկերի հետ քննարկել եք, օրինակ իրենց հետ հանդիպել քննարկել եք, այս բարեփոխումների նախագիծը, ինչն է պատճառը, որ իրենք էլ հենց չեն առաջարկում բարեփոխումներ, որովհետև սա նաև կարևոր է հասկանալ իրենց դիրքորոշումը այս հարցի հետ կապված։ Գուցե իրենք էլ են համաձայն բանկային համակարգի բարեփոխմանը։ Ներողություն, եթե բանկերը ստանում են լիցենզիա կենտրոնական բանկից, ես կենտրոնական բանկից ժողովրդի հետ միասին, որպես ժողովրդավար քաղաքական ուժի ղեկավար, իմ մեկ պահանջը ժողովրդի բարձրացրած այն բողոքը, այն ցասումը, այն ցավը, որ քաղաքացին ընդհանուր մինչև անգամ վերցրել է 5 միլիոն, վճարել է 3 միլիոն, բայց այնպես է, քաղաքացին մնացել է 2 միլիոն պարկ, կրկին քաղաքացուց ուզում են 5 միլիոն, սա ինչ է, եթե ոչ կոռուպցիա, սա ինչ է, եթե ոչ տվյալ պարագայում։ Հիմա ես կուզեմ մենք կետերով նախ հերթով անդրադառնանք թե ձեր նախագծին, թե վարկային արձակուրդ նախագծին։ Շատ լավ, խնդիր չեմ տեսնում։ Ձեր նախագիծը, ինչպես դուք նշեցիք, բանկային համակարգի բարեփոխում եւ ԴԱՀԿ-ի տուժտուգանքների մեկանգամյա համաներում։ Ինչ է ենթադրում բարեփոխումը, այսինքն ինչն է պահանջը, որ մասով եք պահանջում բարեփոխում։ Այն ինչը որ վարչապետը նշել է 300 միլիարդ դրամի շուկայում հայտնվելը տալիս է հնարավորություն տոկոսների նվազեցման, պահանջում եք տոկոսների նվազեցում, պահանջում ենք համաներում,
պահանջում ենք, որպեսզի այն տոկոսների պատճառով, որոնք որ գոյացել, բարձրացել եւ այնպիսի մեծ գումար է գոյացել, իրականանա համաներում, հա, Իսկ ինչի հաշվին 5 միլիոն կուտակված տոկոսների դեպքում, այնպես է, իրականացվի 5 միլիոնի դեպքում 100% համաներում, 10 միլիոնի դեպքում, դա վերաբերվի թե այնպես է սոցիալական, ծայրահեղ ծանր, բազմազավակ ընտանիքներին, բոլոր պատերազմներում անմահացած, վիրավորում ստացած, իրենց վերջույթները կորցրած, ինչպես նաև ամենակարևորը մարտի 1-ի հոկտեմբերի 27-ի մեր այն հայրենակիցների, որոնք որ կորցրել են իրենց հարազատներին, ազգակիցներին, նրանց ընտանիքներում տեղի ունենան, եթե բանկային որևիցե խնդիր ունենան, նրանց ընտանիքների հետ կապված տեղի ունենա բարեփոխում եւ համաներում, այսինքն այն անձինք, որոնք որ վերցրել են որևիցե բանկից կամ վարկային կազմակերպություններից, որոնք որ անհամեմատ անհամաչափ բարձր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրել եւ քաղաքացիների գույքը այսօրվա դրությամբ հանվել է աճուրդի, տանք դաթար ԴՀԿ-ի կողմից, հա, այդ քաղաքացիների գույքը չհանվի վաճառքի, այդ քաղաքացիները, որոնք որ իրենց միակ կացարանը այնպես է ԴՀԿ-ն գալով բանկերի հետ համագործակցության եւ կառավարությունը ընդունելով օրենք, միայն պետք չէ օրենքը ընդունել սևով ու սպիտակով, բայց այդ օրենքը չգործի։ Ներողություն, իմ այնպես է կարծիքով, եթե ցանկացած օրենք կառավարության կամ ազգային ժողովի կողմից ընդունվում է, օրենսդրական նախագիծ առաջարկված, դա ոչ թե պետք է լինի սևով ու սպիտակով միայն գրած, այլ պետք է այդ օրենքը եւ օրենսդրական նախագիծը գործի եւ ցանկացած մեր քաղաքացիների կարծում եմ, որ հարկավոր է այնպես անել, այնպիսի մի նախագիծ մշակել, որպեսզի ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմանա իր գոնե այն ստանդարտ սահմանադրական իրավունքը իր իրավունքները, որպեսզի այնպիսի իրավիճակներում չհայտնվեն, ինչպիսի հիմա մեր ազգի 90%-ը, եթե մենք այցելենք Ռասիա առևտրի կենտրոն, եթե մենք այցելենք բազմաթիվ բուտիկներ եւ առևտրական կենտրոններ, կգտնվեն բազմաթիվ քաղաքացիներ, որոնք որ իրենց անշարժ գույքը, շարժական գույքը գրավ են դրել եւ գնացել են որևիցե առևտուր անելու համար բերել են ապրանք, որպեսզի վաճառեն իրենց հանապազօրյա հացը վաստակեն, բայց այդ բանկերը, վարկային կազմակերպությունները, որոնք որ այդ շարժական կամ անշարժ գույքը վերցրել են գրավ եւ բարձր տոկոսով տրամադրել են վարկ, պետք է այդ բարձր տոկոսները իջնեն, որպեսզի քաղաքացիների այն Մի րոպե, տեսեք։ Հիմա եկեք հասկանանք մի բան։ Ձեր առաջարկած համաներումը չի վերաբերում մայր գումարին, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Իհարկե։ Եվ Վերաբերվում է բարձր տոկոսներին, վերաբերվում է այն տոկոսներին, որոնք քաղաքացին վերցրել է $30,000, բայց այնպես է $30,000 եւ կուտակված տոկոսը մինչեւ ԴՀԿ գնալը, թե տոկոսների մասով են պետք է լինի այն ընտանիքներին, որոնք որ տվյալ պարագայում սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, այն ընտանիքները, որոնք որ գտնվում են ծայրահեղ այն միջին սոցիալական սանդղակում, հա, մենք ունենք բազմաթիվ մեր պետության ներսում ունենք սոցիալապես ծանր, սոցիալական միջին եւ ավելի լավ վիճակում ապրող շերտեր։ Եվ այդ փաստից ելնելով մենք պետք է տանք հնարավորություն եւ բարեփոխելով օրենսդրական նախագծով իջեցնել, նվազեցնել տոկոսները, ամենակարևորը գանք փաստին։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր երկրի դեմոկրատիան տոկոսային հարաբերությունը, այսինքն ծնելիության մակարդակը բարձրանա, մենք պետք է ստեղծենք այնպիսի բանկային համակարգ, որ երիտասարդ սերունդը
սերունդը ուզենա ամուսնանա եւ վարկ վերցնի, կարողանա իր համար 4 պատ ունենա, ամուսնանա եւ իր ամուսնության մինչեւ խորցերություն այդ վարկը փակելով այնպեսա չի կարողանում այն մարել։ Իսկ եթե մենք ստեղծենք այնպիսի, եթե քաղաքացիներին տրամադրենք օրինակի համար 5%-ով, 7%-ով վարկ, բայց ո՞նց Ներողություն, եթե մենք եվրոպական բանկից վերցնում ենք 2%-ով, 3%-ով, 5%-ով, ուրեմն եկեք բարեխղճորեն այնպիսի բանկային համակարգ ստեղծենք, որպեսզի լինի ոչ թե 5, այլ լինի 7-ից 9% լավ, բայց ոչ 14%, ոչ 18%, ոչ 24%։ Ասածս դա է։ Ես կարծում եմ, որ ես նաև հիմա հայտարարում եմ, որ հրավիրում եմ, եթե բանկերից կլինեն որևիցե բանկի խորհրդի անդամ, փորձագետներ, ովքեր կցանկանան այս թեմայով զրուցել, ես կարծում եմ, որ արժի նաև բանկերի հետ էլ խոսել, հասկանալու համար, թե ինչի է տոկոսը այդքան բարձր։ Գուցե իրենք էլ ունենան իրենց հիմնավորումները, իրենց պատճառները, որոնք հաշվի առնելուց հետո նոր կարելի է քննարկել եւ հասկանալ ինչպես իջեցնել։ Այն որ տոկոսները բարկերի պետք է իջնեն, ես այո համաձայն եմ դրան, ուղղակի պետք է հասկանանք ինչի հաշվին դա պետք է լինի եւ ինչ ռիսկեր նաև կան այդտեղ, բայց ես վստահ եմ, որ քննարկելու դեպքում լուծումներ հաստատ կգտնվեն։ Եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ 300 միլիարդ դրամ շուկայում հայտնվելը դա տալիս է հնարավորություն, ուրեմն երկրի ղեկավարի վրա հղում անելը մի քիչ անշնորհակալ զբաղմունք է, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ շատ հայտարարություններ։ Եկեք փաստենք մի բանի մասին, եթե հայտարարել է, ուրեմն իր խորհրդականները, իր իրավական ոլորտի մասնագետները, խորհրդականները, իրավաբանները, հա կառավարության ներկայացուցիչները ուսումնասիրել են այդ ամեն ինչը եւ իրեն իրազեկել են։ Դե երկրի ղեկավարը շատ անգամներ է եղել, որ մի բան է հայտարարել, հետո լրիվ ուրիշ բան է պարզվել, հիմա կարող եմ անթիվ օրինակներ բերել։ Բան չասեցի, բայց եկեք փաստենք ամենակարևորի մասին, որ այնպես է 30 տարուց ավել է մեր բանկային համակարգի այս բարձր տոկոսները բազմաթիվ քաղաքացիների հասցրել են նրան, որ քաղաքացիները իրենց տունը կորցրել են, հայտնվել են փողոցում, հայտնվել են օտար երկրում, հիմա բռնել են գաղթի ճանապարհը եւ ապրում են դրսում։ Եվ եթե բանկային համակարգում բարեփոխում լիներ, ցանկացած փոքր մանր միջին բիզնեսի ներկայացուցիչ վարկ վերցնելով իր բիզնեսը ավելի կծաղկեր նաև սահմանամերձ գոտիներում մենք ունենայինք այնպիսի փոքր միջին բիզնեսի բիզնեսմեններ, որոնք որ տարբեր սահմանամերձ գոտիներում, տարբեր մարզերում իրենց բիզնեսը այնպեսա կծաղկեցնեին։ Ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունի կառավարությունը, իշխանությունը, պետությունը, որը պետք է կարողանա այդ բանկեր եւ քաղաքացիներ փոխհարաբերությունները կառուցել հենց այդ տրամաբանությամբ։ Այսինքն մեր պահանջը որպես այդպիսին հանրության քաղաքացիների պետք է լինի ոչ թե բանկերից, այլ կառավարությունից, պետությունից, կառավարություն, արդարադատության նախարարություն, կենտրոնական բանկ։ Այո, որովհետև բանկերը ի վերջո առևտրային կազմակերպություններ են եւ իրենց այդ փոխհարաբերությունները ցանկացած վարկային կազմակերպության, ցանկացած բանկի եւ բանկային մասնաճյուղերը ենթակա են իրենց գլխավոր բանկին եւ գլխավոր իրենց մասնաճյուղը դա լինի VTB, դա լինի Ամերիա, դա լինի ցանկացած վարկային կազմակերպություն իր լիցենզիան ստանում այդ կենտրոնական բանկից եւ թիմ 1 պատասխանատուն կենտրոնական բանկն է։ Հիմա նաև արձանագրենք այն, որ շատ հրաշալի նախագիծ է իդեպ, ես կարծում եմ, որ որոշակի քննարկումներ։ Ողջունում եմ, ներողություն, որ ընդհատեցի ձեզ, ողջունում եմ նաև ձեր առաջարկը, նկատել եմ նաև ձեր Facebook-յան էջում ձեր բարձրացրած հարցը, վարկային արձակուրդի, որի հետ կապված տարիներ առաջ նաև այնպես է բարձրացրեցին, քննարկում տեղի ունեցավ, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ մնաց։ Այո, եւ այդպես էլ մնաց ուղակի թղթի վրա գրված եւ ոչինչ չարեցին։ Կարծում եմ, որ հարկավոր է ստոպ ժամանակ տրամադրել վարկային արձակուրդ, որը որ տրամադրի քաղաքացիներին հնարավորություն վերավարկավորում իրականացնելու եւ ժամանակացույց տրամադրելու, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց վարկերը մարել վերցրած։
Այո, եւ խնդիրը չի հանգեցնի հենց ամբողջ իմաստը վարկային արձակուրդի այն է, որ այդ վարկերը չդասակարգվեն եւ չգնան ԴԱՀԿ։ Այսինքն վարկային արձակուրդի առաջարկի տրամաբանությունը այն է, որ երբ որ մարդու մոտ առաջանում է առողջական լուրջ խնդիրներ, ֆինանսական եկամուտների կտրուկ անկում, ոչ իր անձով պայմանավորված, ապա օրենքի ուժով նրան տրամադրվի վարկային արձակուրդ այդ ընթացքում վերականգնվելու եւ կամ վարկը շարունակելու մարել կամ վերավարկավորում իրականացնելու, ինչ որ ձևով եկամտի աղբյուր ստեղծելու եւ սա նաեւ բեռնաթափելու է թե դատական համակարգը բազմաթիվ հազարավոր հայցերից, թե նաեւ լուծելու է արդեն չի հասցնելու այն խնդրին, ինչի մասին դուք հիմա խոսում եք։ Դուք այն, որ բարձրաձայնում եք նույն մարդկանց բնակարանների կորուստը, վերջին ունեցվածքի կորուստը, դա արդեն ծայրահեղ ծանր վիճակն է, որ եթե լիներ վարկային արձակուրդի մեխանիզմը, շատ հնարավոր է չհանգեր այդ վիճակին։ Կան բազմաթիվ քաղաքացիներ, այնպես ասում են, պարոն Սարգսյան, թող տրամադրեն մեզ վերավարկավորում, տան հնարավորություն 200,000-ով, 300,000-ով ամսական վճարենք, փակենք։ Բայց եթե մենք պետքա վերցնենք $7,500, բայց պետքա մենք վերցնենք 3 միլիոն, մեզանից գան ուզեն $60,000 կամ չգիտեմ, մեզանից ուզեն օրինակի համար 30 միլիոն դրամ, ներողություն, դա նորմալ չէ։ Ես գիտեմ նաև, որ դուք բավականին լուրջ գործունեություն եք ծավալել վարորդական իրավունքների մասով, համաներումը, այսպես ասած, որը վերաբերում էր իրավունքի վերականգնմանը այն քաղաքացիների դեպքում, ովքեր կորցրել էին վարորդական իրավունքը, մի փոքր պատմեք այս փուլի մասին եւ նաեւ ասեք, թե առհասարակ ինչ նպատակ ունեք, վերջնական նպատակը որն է, այսինքն դուք կոնկրետ քաղաքացիների հարցեր եք բարձրացնում, որոնք հիմնականում լուծվում են, ես այս պահի դրությամբ գիտեմ միայն վարորդական իրավունքի հարցը եւ հիմա էլ արդեն բանկային համակարգի բարեփոխման հարցը, ինչ նպատակ ունեք, այսպես ասած, որովհետև մարդիկ նայելու են եւ մտածեն, ինչ որ դեպուտատ է ուզում դառնալ կամ չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի մոտ պաշտոն ստանալ, օրինակ որ պաշտոն ցանկացած քաղաքական ուժի ղեկավար, եթե ստեղծում է քաղաքական ուժ, եթե ձգտում չունի առողջ ընդդիմություն դառնալու կամ իշխանության գալու, ուրեմն պետք է իր քաղաքական ուժը փակի ու գնա զբաղվի իր ընտանեկան գործերով։ Այն քաղաքական ուժը, որը որ ձգտում ունի պետության ներսում առողջացնել եւ բալանսավորված ժողովրդավար քաղաքականություն վարել իշա Հայաստանի Հանրապետության, իշա առողջ դատական համակարգ, ինչպես նաեւ իրական բարեփոխում իրականացնելու, քաղաքական դաշտում եւ քաղաքական ողջ 30 տարուց ավել քաղաքական նախկին ու ներկա քաղաքական դաշտին տալու քաղաքական եւ բարոյական գնահատական, ապա այդ քաղաքական ուժը պետքա փակի իր քաղաքական գործունեության էջը, գիրքը եւ գնա զբաղվի այլ գործունեությամբ։ Ես օրինակ մի հարցի մասին էլ կուզեմ խոսենք այսօր, ես ունեմ հետեւյալ մոտեցումը, որ մեր քաղաքական ուժերը վերջապես պետք է գան այն գիտակցմանը, որ պետք է սկսեն համագործակցել օրակարգի շուրջ։ Ունենալով տարբեր տարաձայնություններ, տարբեր հարցերի հետ կապված, ես կարծում եմ, որ ներողություն ընդհատման համար ձեր եթերից հղում եմ անում, Արման Ղուկասյանին, հղում եմ անում բոլոր այն քաղաքական ուժի նախկին նախարարներին, անուններ չսկսեմ թվարկել, որոնք որ տեսնելով հունիսի 12-ից մեր նախաձեռնած իմ ելույթը, որը որ առաջի ելույթս մոտ կես միլիոն դիտում էր հավաքել եւ դրանից հետո սկսեցին խոսել, ինչպես հանուն սոցիալիստական քաղաքական ուժի անվանում ամբողջական չեմ հիշում, ներողություն եմ խնդրում, դիմում եմ Արման Ղուկասյանին, եթե դուք այնպես խոսում եք, հարգելիս, եթե դուք ձեզ համարում եք առողջ ընդդիմություն, կոչս մեկն է, միացեք, մենք բաց ենք ցանկացած նախաձեռնությանը։ Դուք այնպես խոսում եք նաև թոշակների բարձրացման հետ կապված, խոսում եք թոշակների բարձրացման հետ կապված, այնպես ես դրա մասին սկսել էի խոսել, եթե չեմ սխալվում, սեպտեմբեր ամսից։
Եվ դուք սկսեցիք ինձնից հետո խոսել։ Դուք սկսեցիք խոսել վարորդական իրավունքի համաներման մասին, եւ փետրվարին արդեն իսկ ես կոչ էի արել իմ ողջ լսարանին դուրս գալ փոքրիկ ակցիաներ եւ պիկետներ իրականացնելու, եւ դուք տեսաք, որ ես այնպես հանդիպեցի մայիսի 16-ին Փաշինյանի հետ, ասացիք համաներում լինելու է, սիրելի ժողովուրդ, ներողություն, եթե դուք ձեզ համարում եք առողջ քաղաքական ուժ, սա այնպես կոշտ քննադատում չի, ոչ էլ որևիցե վիրավորանք սա ընդունեք, ես ուղղակի ուզում եմ դիմել այն քաղաքական ուժերին, ինչպես որ հունվարի 15-ին ես դիմեցի բոլոր այն առողջ ընդդիմությանը, արտախորհրդարանական, ովքեր որ պատրաստ են մեկ առողջ միասնական դաշինք կազմելու եւ այսօր եթե նրանք համագործակցեն, մենք ազգային ժողովում կունենայինք առողջ ընդդիմություն, այլ ոչ թե կունենայինք այն ինչ ունենք, նաեւ այլ իշխանություն։ Չեմ բացառում։ Եթե ես հունվարի 15-ին իմ Facebook-յան էջում կոչ եմ արել, որ կես միլիոնից ավել դիտում է հավաքել, համոզված եմ նրանց բոլոր քաղաքական ուժի անդամները, ներկայացուցիչները դիտել ու տեսել են։ Եթե նրանք լսեին այդ կոչը, ինչպես որ այդ կոչի միացավ Ինքնիշխան Հայաստան, Դավիթ Գուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, կոչ արեց բոլոր առողջ ուժերին, ողջունելի էր, բայց մնացած բոլոր այն իրենց համարող առողջ ընդդիմություն որևիցե մեկը այդ նախաձեռնությանը, այդ կոչին չմիացավ։ Բոլորը գնացին առանձին եւ այնպես ես դա համարում եմ ձայների փոշիացում, եթե չեն գալիս, չեն համախմբում մեկ միասնական դաշինքի շուրջ։ Եթե բոլորը մտածեին ժողովրդի մասին, ելի եմ կրկնում, այսօր չէր լինի այն, ինչ մենք ունենք մեր իրականության մեջ։ Ես լրիվ համաձայն եմ, ես ինքս չեմ հավատում, որ կարող է լինել այդ միասնական համախմբումը, կոնկրետ քաղաքական գործունեության մասով, այսինքն ընտրություններին մասնակցելիս, բայց գոնե թե կարելի է հասնել նրան, որ կոնկրետ հարցերի մասով, օրինակ, նույն բանկային համակարգի բարեփոխում, նույն վարկային արձակուրդ եւ այլ նախաձեռնությունների շուրջ, գաղափարի շուրջ։ Իդեպ, ներողություն եմ խնդրում հաճախ ընդհատման համար, ուզում եմ ձեր եթերից նաև հայտարարել, որ փետրվարի 15-ին անձամբ ինքս նախաձեռնել էի օրենսդրական նախագիծ, որով առաջարկել էի եվրոպական երկրների կրկին բարձր մեխանիզմը փորձ ուսումնասիրելով այնպես է իրականացնել քաղաքական դաշտում բարեփոխում։ Այն քաղաքական ուժերը, որոնք որ գույք պարտի դիմաց, ինչպես նաև օլիգարխիկ մասին խոսենք մեկ այլ թեմայով, որովհետև արդեն շատ կծանրաբեռնվի մեր եթերը, ես գիտեմ, որ դուք շատ նախաձեռնություններ ունեք։ Եվ այդ օրենսդրական նախագիծը փոխանցել էինք այնպես Ալեն Սիմոնյանի օգնականին եւ ազգային ժողովի այնպես հանձնաժողովի նախագահ Վարդանյանը ուղղակի միայն գեղեցիկ սև ու սպիտակով Մեսրոպ Մաշտոցյան տառերով մենք ուսումնասիրենք, հետևություն կանենք, падգամավորների հետ կքննենք։ Ես առաջարկում եմ մեկ ուրիշ անգամ կքննարկենք նախաձեռնությունները, այլ նախաձեռնությունները, ես գիտեմ, որ դուք շատ հետաքրքիր նախաձեռնություններ ունեք, այդ մասին առանձին կխոսենք։ Հիմա ես առաջարկում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, առանձին քաղաքացիներ, ինֆլուենսերներ, այսպես ասած, բլոգերներ, հասարակական կազմակերպություններ, անկախ նրանից, թե ինչ քաղաքական մոտեցումներ ունեք, թե ինչ գաղափարախոսության եք հետևում, երբ լինում են սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք կապ չունեն քաղաքական դիրքորոշման հետ։ Սա այնպես է քաղաքական հարց չէ, սա համազգային ազգի մեր ժողովրդի հարց է, եւ վերաբերելի է սոցիալ արդարության հարց է, ոչս մեկն է գա միանան բոլորը, խնդիր չեմ տեսնում։ Եվ այս հարցը վերաբերելի է բոլորին։ Թե այն մարդուն, ով Նիկոլ Փաշինյանի աջակիցն են, թե նրան, ով ընդդիմադիր է, յուրաքանչյուրին։ Գոնե թե այս հարցերի մասով մենք կարող ենք միասնական մոտեցում ունենալով իրարից շատ տարբեր քաղաքական դիրքորոշումներ։ Եվ մնացած հարթություններում, որտեղ ունենք տարաձայնություններ, այո, կարող ենք այդ տարաձայնությունները դրսևորել,
Բայց այս հարցերում ես կարծում եմ, որ շատ կարևոր է այդ միասնականությունը։ Հենց դա է նաև պատճառը, որ ես տեսնելով ձեր նախաձեռնությունը, ցանկացա անպայման ձեզ հրավիրել, միասին զրուցենք, խոսենք, նաև ձեզ հնարավորություն տամ, որ ել ավելի լայն լսարանին ներկայացնեք ձեր նախաձեռնությունը։ Ես ինքս կողմ եմ բանկային բարեփոխումներին, բանկային համակարգի բարեփոխումներին, ես կարծում եմ, որ ցանկալի կլինի նաև քննարկել բանկերի հետ, ինչը ես ինքս կփորձեմ անել, նաև լսենք նրանց դիրքորոշումը եւ մշակենք շատ հետաքրքիր բարեփոխումների նախագիծ։ Հաջորդ անգամ փաստերով, ինչպես նաև բանկային Եվրոպական կենտրոնական բանկի, բոլոր փաստերով եւ տոկոսային հարաբերությամբ եվրոպական երկրների այն տոկոսային հարաբերությամբ, թե ինչ տոկոսադրույքներով են տրամադրում, թե բնակարանային, թե գյուղատնտեսության վարկեր, մենք կներկայացնենք բոլոր տոկոսային հարաբերությամբ, որ երկիրը գյուղատնտեսական վարկը ինչ տոկոսադրույքով է տալիս, բանկային եւ այլ բիզնես վարկերը ինչ տոկոսով են տալի, ես խոստանում եմ ինձ հետ կբերեմ ժողովրդական լեզվով ասած բարաթը, փաստաթղթով եւ բոլոր փաստերով կներկայացնենք մեր ժողովրդի դատին կհանձնենք բոլոր այդ մանրամասները։ Ես ուզում եմ նաեւ մեր մեծն Գարեգին Նժդեհի խոսքը, որը որ նաև Կարեն Դեմիրճյանն է ասել, ինչպես նաև Վազգեն Սարգսյանն է ասել, մեր սպարապետն է ասել, ով հայ ժողովուրդ, մեր փրկությունը միասնության մեջ է։ Եթե մենք միաբանվենք, համախմբվենք, թե քաղաքական դաշտում, թե սոցիալ արդարության դաշտում, թե սոցիալական ցանկացած հարցում, որը որ դա քաղաքական չէ, այլ սոցիալ արդարության հարց է, պետք է դնել քաղաքական բոլոր հայացքներն ու քաղաքական դիվիդենդներ մեկը մյուսի վրա հավաքելը մի կողմ եւ այդ ամենից ելներով համախմբվել եւ միասնական ունենալով մեկս մյուսս տարբեր մեկը տնտեսագետ է, մյուսը իրավագետ է, համախմբելով եւ միասնություն դառնալով իրականացնել այն նախաձեռնությունը, որը որ սկսել ենք։ Ողջունում եմ թե ձեր առաջարկը, թե այնպես է պատրաստակամ ենք համագործակցել, պատրաստ եմ նաև ուսումնասիրելու ձեր կողմից ներկայացված նախագիծը, որպես իրավագետ իմ փորձը տրամադրելու եւ նաեւ աջակցելու իմ խորհրդով նաեւ եվրոպական բազմաթիվ երկրների փորձը ուսումնասիրած միասնական համագործակցության։ Շնորհակալ եմ, ես ինքս էլ պատրաստ եմ աջակցել, լուսաբանել, ներկայացնել իմ հնարավորությունների սահմաններում, նաև աջակցել նրան, որ բանկային բարեփոխումների ծրագիրը վերջապես կյանքի կոչվի, ես կարծում եմ դրա ժամանակը վաղուց եկել է։ Եվ այո, ես կարծում եմ նաև ուշացել է։ Այո, որովհետև բանկեր եւ քաղաքացիներ փոխհարաբերություններում կարծես թե բանկերի իրավունքը գերակայում է, բայց դա բանկերի խնդիրը չէ, նորից դա կենտրոնական բանկի եւ կառավարության եւ ազգային ժողովի բաստողությունն է։ Այո, այսինքն մենք նաև ֆիքսենք, որ այնպես չէ։ Ինչպես նաև դատական համակարգի, եթե դատական համակարգը ծանրաբեռնվում է, դա ծանրաբեռնվում է արդարադատության նախարարության ենթակա ԴԱԿ-ի դա ծառայության, հարկադիր կատարման ծառայության տեսուչների, պետերի, վարչության պետերի, անգործություն ասեմ, դիտավորություն ասեմ, չգիտեմ ինչ համարեմ, եթե սկսեմ այնպես ստուգողական աշխատանք իրականացնել ժողովրդից հարցում իրականացնելով միանշանակ համոզված եմ կգտնեմ բազմաթիվ բացեր։ Շնորհակալ եմ, ես նաև կոչ եմ անում մեր քաղաքացիներին լինել շատ ակտիվ, հարգելիներս։ Նման նախաձեռնությունները ուզում եմ շատ անկեղծ եւ պարզ ասել, որևէ մեկը պարտավոր չէ առաջարկել, առաջ մղել, խոսել այդ մասին, օրինակ նույն Արսեն Սարգսյանը, նույն ես կամ որևէ մեկ այլ անձ, հավատացեք, մենք դրա համար ոչ գումար ենք ստանում, ոչ պարտավորություն ունենք դա անելու, մենք անում ենք, քանի որ չենք կարող չանել, դա այն է, ինչ ինքներս գտնում ենք, որ պետք է մեր պետությանը եւ հասարակությանը։ Հետևաբար, սիրելի քաղաքացիներ, դուք ինքներդ ձեր կյանքը բարելավելու համար, քանի դեռ որևէ գործողություն չեք անում, իսկ գործողությունը այս պարագայում օրինակ ենթադրում է ստորագրություն դնել, մասնակցել ինչ-որ ակցիաների, նախաձեռնությունների, ինքնաբուխ ժողովրդավար սահմանադրական
ինքնաբուխ Եթե հավաքներ։ դա էլ չեք ուզում, գոնե կարող եք այն նյութերը, այն նախաձեռնությունները, որոնց հետ համաձայն եք, գոնե կարող եք դա տարածել, տեղեկացնել ձեր մտերիմներին։ Այսինքն ի վերջո մենք պետք է գանք այն քաղաքացիական գիտակցությանը, որ մենք ինքներս պետք է պահանջներ դնենք, ելնելով մեր կյանքից եւ փորձենք հասնել այդ պահանջների կատարմանը։ Ոչ թե սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ գալու է փրկի, մեզ ոչ մեկ չի փրկելու, չէ։ Միանշանակ ոչ։ Մենք Մենք ինքներս պետք է մեր վրա հույսը այո։ դնենք, այստեղ մի հիշողություն բան հիշեցի, ուզում եմ պատերազմից մի նախադասությամբ հիշեցնել, ոչ ռուսը, ոչ որևիցե մեկը չեկավ մեզ փրկելու, այլ ընդհակառակը, եկեք փաստենք ամենակարևորի մասին։ Հակարի կամրջից, երբ 3 արցախահայ ֆուտբոլիստներին 2023 թվականին, առևանգեցին եւ տարան, նույն ռուս չակերտների մեջ խաղաղապահ զորքերը կանգնած հենց կամրջի վրա, նրանց վերցեցին տարան։ Տիկին Նոնան շատ լավ հիշում է իմ կուսակցության, մեր կուսակցության համագումարին գալով իր շնորհակալությունը հայտնեց Արցախից տեղահանված մեր ֆուտբոլիստներից մեկի մորաքույրը, ով նաև հանդիսանում է իմ Կամբաթի 18-րդ դիվիզիայի Արցախի ազգային անմահացած հերոս Սերգեյ Շաքարյանի զինվորը լինելով հանդերձ, նաև իր քույրն էր, իր շնորհակալությունը հայտնեց, որ 10 օրյա ինքնաբուխ խաղաղ ակցիաներ իրականացնելուց հետո 2023 թվականի օգոստոսի 25-ին սկսելով 3 արցախահայ ֆուտբոլիստները յետ վերադարձան հայրենիք։ Այնպես է, ելի եմ կրկնում, որևիցե մեկը մեզ չի գալու փրկի, սիրելի ժողով։ Մենք պետք է մեզ փրկենք, մենք պետք է համախմբված լինենք ցանկացած խնդիր, ցանկացած ցավ լուծելու համար։ Հայը հայի նկատմամբ պետք է վերջի վերջո մենք հասկանանք, որ մեր թշնամին մեր երկրի ներսում չէ, մեր թշնամին սահմանից ենկում է, այլ ոչ թե երկրի ներսում։ Մենք լինելով առաջի քրիստոնյան, բայց չգիտես ինչու քաղաքական տարբեր հայացներից ելնելով, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Facebook-յան պաշտոնական էջերում, էլ անես, էլ հայհոյանք, էլ չգիտեմ, թաղեմ քեզ, չգիտեմ ես ինչ անեմ, ներողություն։ Մենք վերջի վերջո պետք է հասկանանք մի պարզ բան, որ այդ թշնամանքին ու ատելությանը վերջ պետք է դնենք։ Մենք պետք է սկսենք իրար հարգենք ու սիրենք։ Եվ սկսեցինք հարգել ու սիրել քաղաքացիական այն պարտականությունները, որոնք մենք ունենք։ Եթե մենք ուզում ենք լավ ապրել, եթե դուք ուզում եք լավ ապրել, ուրեմն այո, դուք էլ պարտավոր եք անել որոշակի գործողություններ։ Խոսքը ցույցերին մասնակցելու մասին չէ, խոսքը իշխանապողություն անելու մասին չէ, խոսքը ընդդիմությանը սատարելու մասին չէ։ Զուտ ձեր սոցիալական պայմանները բարելավելու համար դուք պետք է գոնե մինիմալ ստորագրություն դնել, աջակցել, խոսել այդ գաղափարի մասին, գոնե դա պետք է անեք, որովհետև անկեղծորեն որևէ մեկը պարտավոր չէ դա անել, այդ պարտավորությունը ունեն ազգային ժողովի պատգամավորները նախաձեռնությունները առաջարկելու, եթե նրանք չեն անում, ստիպված անում են մեր նման մարդիկ։ Այսօր այսքանը կարծում եմ այս շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Կոչով էլ կարող ենք սահմանափակվել։ Հուսանք երկու նախաձեռնություններն էլ հաջողությամբ կպսակվեն, հորդորենք մեր քաղաքացիներին ակտիվ լինել եւ փորձել լուծել այն հարցերը, որոնք վերաբերում են առաջին հերթին իրենց։ Ամենավերջում ուզում եմ մեր ժողովրդին տեղեկացնել այս նախաձեռնությունը Աստծո կամոք հասցնելով հաջողության նախաձեռնելու ենք 450,000 հայ ժողովրդի այն ցավոտ հարցերից մեկը, որը որ 2025 թվականի ստատիստիկայի դրությամբ առկա է, բայց դրա մասին չեմ բարձրաձայնի, որ այսպես ասած որոշ քաղաքական ուժեր չվերցնեն, կրկնեն այն նախաձեռնությունները, որոնք որ այնպես է բարձրաձայնում եմ, դուրս եմ գալիս քաղաքացիների հետ ակցիաներ իրականացնելու, օրենսդրական նախագիծը մշակում եմ, բայց լայքեր ու կոմենտներ հավաքելու համար սկսում են խոսել բոլորը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորն է FINAP հաշվապահական ընկերությունը, նշեմ նաև, որ
Մոտակա ամիսներին Analytic Talk հաղորդումը կհեռարձակվի YouTube-յան իմ ալիքում ըստ անհրաժեշտության, այսպես ասած, կոնկրետ ֆիքսված օրեր եւ ժամեր չեն կարող լինել կախված թեմայից եւ իրադարձությունների զարգացումից։ Մինչ այդ կարող եք հետևել Analytic Talk YouTube-յան էջին, որտեղ շաբաթը 2 անգամ ես կտեղադրեմ իմ եթերները տարբեր թեմաներով մոտակա ժամանակում հիմնականում վարկային արձակուրդի հետ կապված եւ նաեւ քաղաքական զարգացումների։ Հետևեք նաեւ իմ Facebook-յան էջին, կարող եք հետևել մեր Patreon-ին, Donation Alerts համակարգի միջոցով աջակցել մեզ, եթե ունեք նման ցանկություն, մենք միայն շնորհակալ կլինենք եւ գոհ։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։ Շնորհակալ եմ ձեզ։